Դիմում եմ դպրոցականներին, սիրելի աշակերտներ, լավ սովորեք, շատ լավ սովորեք, բայց մի զգուշացում, Նիկոլ Փաշինյանից բան չսովորեք, հակառակ դեպքում ձեր կողքի ապրող վատ ապրողը, թոշակառու տատիկը, դուք ոչ թե փորձելու եք իրան օգնել որպես հայրենակից, այլ ասելու եք փոքր ժամանակ դու լավ չես սովորել, դրա համար էլ լավ չես ապրում։ Այդ ոնց է ստացվում, Խաչիկ Սուքյասյանը լավ հյուրանոց է սարքում, պիցերիա է սարքում, բանկ է սարքում, կառավարությունը չգիտի ոնց սարքի։ Բա խեկդ է նստած, ձեր ամբողջ աշխատանքը զերոյացնում, ասում է բան չգիտեք, որ չգիտեք խեկդ է նստած։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան շարժմանը, շարունակելով Խաչատրյան Արտուրին։ Դեռ 21 թվականին Ստալին, Բաղիրով, Բերիա, Ավիս Նուրիջանյան էին ասում Ղարաբաղյան շարժում չպետք ալնի։ Հետո Սուսլովներ ասում չպետք ալնի, Կևորկովներ ասում չպետք ալնի, Էլչիբեյը, Մութալիբը, այսպես ասում են, բայց Ղարաբաղյան շարժումը կար։ Ես ճիշտ ասած մինչև հարցից պատրաստվելը գնացի փորձեցի նոթագրեմ, որ ինչ է Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար։ Հայաստանում եւ Արցախում ձևավորված համաժողովրդական շարժումը բացառիկ է իր հզորությամբ, խորապես ազգային է եւ ժողովրդավար։ Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ եւ անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու եւ մեր ապագան տնօրինելու վճռականությունը։ Հետերվարյան շարժումը հայոց վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր, որը ոգեշնչեց միլիոնների, մենք վերագտանք մեր ազգային միասնություն եւ այլն։ Ճիշտ ասած, չէի հասցնի այդքան գրեի, դրա համար Նիկոլ Փաշինյանի 22 եւ 19 թվականի ուղերձներից մեջ բերում էր։ Թոքի մասին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան, բյուջեի քննարկման ժամանակ ելույթումը տեսած է։ Հարցը ձևակերպեք, բա։ 300 տարվա մեջ միակ ազգային շարժումը եղել է Ղարաբաղյան շարժումը։ Ի նկատի ունենալով Իսրայել օրի բան ստրկացնում էին։ Պարոն Մանուկյան, ժամանակը ավարտվել է, հարցը արագ վերջացնեմ։ Անջատեք պարոն Մանուկյանը, խոսափ։ Դա ինչ է նշանակում չի ավարտվել։ Պարոն Մանուկյան, երբ որ ձեզ բան եմ ասում, ուշադիր եղեք լսեք, ասում եմ հարցը ձևակերպեք։ Հիմա հարցը ձևակերպեք։ Սպասեք մի րոպե, թող միանա միկրոֆոնը, որ դիմում Նիկոլ Փաշինյանին, ուրիշներին կրթվելու դաս տալու փոխարեն ինքներդ կրթվեք։ Այն օրը հարցազրույցում Մինսկի խմբի ձևակերպում եք տվել, որ Մինսկի խումբը ձևավորվել է Ադրբեջանում տարածքում կոնֆլիկտի համար։ Գոնե Վիկիպեդիա կարդացեք։ Հարց չունեմ էլի, լավ ինչ հարցամ։ Այնուամենայնիվ կարձագանքի պարոն վարչապետը համեցեք։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Մանուկյան, եթե դուք ուղերձներն եք իմ մեջ բերում, ես ձեզ ավելի կարևոր բան կասեմ, ես իմ կյանքի առաջին ցույցին մասնակցել եմ 1988 թվականին, ես այդ ժամանակ եղել եմ 7-րդ կամ 8-րդ դասարանում եւ այլն։ Հա ինչ այդ ուղերձները, որ մեջ բերում եք, այսինքն ինչի համար եք, բա հենց դրա մասին է խոսքը։ Հենց դրա մասին է խոսքը։ Բա հենց դրա ապացույցն է, որ այդ օրակարգի մեջ ընենք չի, որ մենք վայ ուրիշ տեղից եկել ենք, ուրիշ միջավայրից եկել ենք եւ ուրիշ բան ենք ասում։ Բայց այդ մեր անցած ճանապարհն է, պետք է մի հատ հետ նայենք, պետք է մի հատ վերլուծենք։ Էդ էլ է կրթության մաս։ Ես ուրիշներին կոչ չեմ անում կրթության, ես ինքս ինձ եմ կոչ անում կրթության եւ իմ կրթության արդյունքներն եմ ձեզ ներկայացնում, այդ թվում այս հարցերի արձանագրման համատեքստում։ Եվ այո, ասում եմ, արձանագրում եմ։ Այդ բանը, այդ ուղերձները գնացել եք բան թաքուն ձեր ծանոթների միջոցով եք գտել, այդ ուղերձները իմ կայքում, իմ էջերում դրած է։ Դա ինչի մասին է բան անում։ Հիմա եկեք, եթե մենք էլ տենց փորփրենք, գնանք 88 թվականին եւ 90 թվականին Ղարաբաղյան շարժման վերաբերյալ դաշնակցության դիրքորոշումները հələ բացենք նայենք։ Մենք մի հատ տեսնենք, թե ինչի մասին էր այդ դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրված։ Այդ ինչի համար եք տեսարաններ, վայ երեխեք
բան չսովորեք, հա, թող չսովորեն, թող ձեզնից սովորեն։ Կարծում եմ ձեզնից ավելի շատ բան կա սովորելու, թե ինչպիսին պետքա չլինի քաղաքական ուժը եւ падգամավորը։ Բայց հիմի այդ որ ասում եք հարևանին չի օգտվելու, ես իմ սեփական փորձից եմ ասում, ես ոչ թե իմ սեփական միջոցներով, պետական բյուջեի միջոցներով օրական տասնյակ մարդկանց հանձնարարում եմ, որ օգնություն ցույց տան, եւ ես հետևում եմ այդ մարդկանց հետ ինչ է տեղի ունենում։ Ոչ մի բան, իրանք նորից են այդ նույն նամակը գրում։ Երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ, հինգերորդ անգամ, եւ ես դեմ չեմ։ Ես ուզում եմ հասկանամ, այս մարդկանց կյանքում ինչ է փոխվելու, ինչ է փոխվել։ Եվ մենք մարդկանց այդ օգնություններով ստրկացնում ենք։ Այդ ձեր իշխանության քաղաքական գիծն է եղել, որ լավ է 5000 դրամ արի քաղաքական դրախտ է։ 5000 դրամով կարելի է մարդուն ոնց ասես կառավարել։ Բա այդ է եղել ձեր ամբողջ քաղաքականությունը։ Բայց եթե ձեզ համար կրթությունը կարևոր էր, ինչ ենք մենք այսօր ընկել բան, դպրոց ու մանկապարտեզ կառուցելու մասին խոսում։ Երկրում տասնյակ դպրոցներ, հարյուրավոր դպրոցներ բան չունեն, մարզադահլիճ չունեն, որ երեխեքը բան ֆիզկուլտուրա անեն։ Բայց դրա համար սերունդի կեսը ինչքան հիվանդությունների ցանկ կա, պետք է բանը լինեն, այդ հիվանդությունների ցանկին համապատասխան են։ Բայց Ղարաբաղի մասին գոռալով չի։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժումը։ Ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Արձագանք։ Եվ ասում եմ, էլի ասում եմ պաշտոնապես։ Այդ տեսեք այսօր ազգային ժողովի նիստ է, եւ ես որպես Հայաստան ասում եմ դա Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, ես վաղը չեմ մյուս օրը որևէ պահի կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, դուք կդառնաք Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ կգաք այս ամբիոնից բան կանեք։ Կշարունակեք։ Արձագանք, խնդրեմ։ Որևէ մեր հայրենակցին օգնելը Նիկոլ Փաշինյանը իր ջեբից չի անում փող տալիս, է։ Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանի ջեբում բանել չկա որ օգնի։ Հա, վայ քորանամ ես։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա համաձայնը մեկ չգցեք 21 թվականին այն խոստումը որ քաղաքացին ասեց լավ ջանդամ թող Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի բայց այս ընթացքում ես վստահ եմ մի օր Հայաստանի Հանրապետության քաղաքացին Նիկոլ Փաշինյանին լարելու դա վստահ եղեք մեկ էլ հիմա ոնց որ հասկանում եմ Ադրբեջանի այդ ստորագրված թղթի կետերը սկսել եք կատարել Այսինքն ինչ է նշանակում սպառնում եք էդի Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը պապածային էլ կանչեք մեզ դահլիճից անեն Հա էդի ձեր գործն է չէ ինքն է կարա ասի ասում է հայ ժողովուրդը որոշում չի կայացրել հայ ժողովուրդը 21 թվականին ուրիշ որոշում է կայացրել այն ինչ որ չեք կատարել ձեր ծրագրում Պարոն Մանուկյան հայ ժողովուրդը դե յուրե որոշումներ կայացնելու մեխանիզմ չունի։ Դե յուրե որոշում կայացնելու մեխանիզմ ունի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որ ունի հարաքվեների մեխանիզմ, ընտրությունների մեխանիզմ եւ այլն։ Այդ ձեզ պետք է այդ ապա կամ արտապետական մոտեցումը, ինչից հայ հեղափոխական դաշնակցությունը օգտվել, ասել է հայ ժողովուրդը դե սենց է, հայ ժողովուրդը սենց է մտածում, դե գնաց ստուգի։ Ով է որոշել, ինչ իրավունքով, ընդհանրապես ինչ իրավունք ունեք դուք, ես կարող եմ ասել, ես ինչ իրավունք ունեմ խոսել Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից։ Դուք ինչ իրավունք ունեք հայ ժողովրդի անունից խոսել։ Այդ մասով, բայց ոչ ավել։ Լրություն, դալիճում, լրություն։ Արմինեսյան։ Այո, դուք կարող եք արտահայտել ձեր կարծիքը։ Դուք ներկայացնում եք ողջ ժողովրդին, ես էլ ներկայացնում եմ
Ես էլ ներկայացնում եմ ժողովրդին եւ նրա կողմից հիմնադրված Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։